Տեր օրհնի բոլորիս, Տիրոջ շնորհը, սերը, նրա խաղաղությունը մեզանից յուրաքանչյուրիցս թող անպակաս լինի։ Եվ թող որ ամեն ժամանակ, երբ որ մենք գալիս ենք հավաքվում ենք Տիրոջ անվան համար, դա եղնի մեկ հնարավորություն, որ եւս մեկ անգամ մենք Տիրոջից կարող ենք նոր բան առնել, որը որ կարող է շինություն լինի մեզ համար, որը որ կարող է օգտավետ եւ արդյունավետ լինի մեր քրիստոնեական կյանքը ճշմարտապես ապրելու համար։ Երբ որ Տերը ստեղծեց տիեզերքը, Տերը ստեղծեց երկիրը, ստեղծեց մոլորակը, ստեղծեց աստղերը, արևը, ամեն ինչ որ Տերը սկսեց ստեղծագործությունը, արարչագործությունը անել, եկավ մի պահ, որ Տերը ցանկացավ բացի այդ ամեն ինչը մի բան ստեղծի, որը որ իր պատկերու, իր նմանության, իր կերպարանքի նման կերնի։ Ու ստեղծեց մարդուն, որպես իր պատկեր ու իր նմանություն, այսինքն այլ բառերով ասեմ, իր արտացոլանք։ Եթե կար ինքը, կար Աստված, ու մի բան, որը որ արտացոլում էր իրան, ներկայացնում էր իրան, որ այ Աստված էլ է այս ձև, որովհետև սա ստեղծված Աստծո նմանությամբ է ստեղծված։ Ու այս Աստծո նմանությամբ որ ստեղծեց, այսինքն մարդուն, որ Աստված ստեղծեց, օժտեց նրան անսահման իշխանությունով, կենդանիների վրա, սողունների վրա, թռչունների վրա, ամեն ինչի վրա, մինետ զորություններ տվել ես մարդուն։ Այդ ամեն ինչը տվեց, ընդամենը մի բան ասավ։ Սավ այն ծառի պտուղից չուտես։ Որ օրը կերար մահով մահանալու ես։ Բոլորս գիտենք այդ պատմությունը շատ քաջ, շատ լավ գիտենք, եւ նենց եկավ որ սատանեն օծի կերպարանքով եկավ, ես կնոջը Եվային խաբեց, Եվան խաբվեց, իր ամուսնուն նույն ձև խաբեց եւ իրանք այդ պտուղից կերան։ Եվ սա կոչվեց առաջի մեղք։ Սա համարվեց առաջի մեղքը։ Ինչ էր իրանից ներկայացնում, որ նայում ես սրա էությանը, սրա արմատին, պարզապես անհնազանդություն էր սա։ Անհնազանդություն, որ Աստված ուներ կամք, այս ինչ իրավիճակի համար, բայց մարդը ընտրեց հակառակը, ոչ Աստծո կամքը։ Եվ շատերն ասում են, որ Աստված մարդուն ազատ կամք է տվել, ազատ ընտրության հնարավորություն է տվել, եւ այո, դա տենց է։ Ու շատերը երբեմն ասում են, ես մեղավոր չեմ, որ ես մեղք եմ գործում, քանի որ ինձ ազատ կամք է տվել։ Դե որ այդ ձևա թող ազատ կամք չտար։ Սա ամենայն տարածված ամենաբան են հակառակվողների մոտ ամենաընդունված բանն է, որ պատասխանն է, որ մեզ տալիս են։ Դե որովհետև ինձ տվել է ազատ կամք։ Եվ սրանով կարծես թե իրանց համար ամեն ինչ վերջացավ։ Ինձ տրվել է ազատ կամք։ Եվ Ադամից ու Եվայից առաջացան բոլոր մարդիկ, սերունդներ, ազգեր, ու սենց սերունդը սերունդի հետևից գնաց, մարդկությունը բազմացավ, եւ այս անհնազանդ էությունը, այլ բառերով ասած մեղավոր էությունը, մի էություն, որը որ իր մեջ կրում է Աստծուն չհնազանդվելը, սկսեց տարածվել գենետիկորեն, սենց ժառանգաբար անցնում է։ Ոնց ենք մենք ժառանգում, ասենք մեր հորից ինչ որ ոսկի ես ժառանգել եմ, սենց խուճու ճեղնել, այն մեկը ես միշտ ժառանգել, մերն էլ իր հորից է ժառանգել, ասենք խուճու ճեղնել, սենց գնաց գնումա, նույն ձև երկու ձեռ, երկու աշկ, երկու ոտ, ու զգացմունքներ, մարդը ունի սիրելու, ատելու հնարավորություն, այդ հատկություն ունի վախենալու, ունի քաջանալու հատկություն, սենց ամեն այս բաների հետ մենք մեկտեղ ժառանգեցինք նաև անհնազանդությունը։ Այսինքն մեր էությունը մեղավոր Աստծո առաջ։ Ես մեղավոր, կա կոչվում մեղավոր եմ, որովհետև բաներ իր ասել, տենց չեմ անում։ Կամ սա է, ես հակառակն եմ ասում։ Չէ, մեղավոր բառը մեղք գործել, մեղավոր բառը իրանից որ սենց շատ վաղ քչուրից ձև է, սենց ընկալվում մեր կողմից։ Իրականում մեղավոր եմ քու առաջ, որովհետև քու ուզածը չեմ արել։ Մեղքի զգացողություն, մեղավոր եմ քու առաջ։ Սա է սրա մեջ թաքնված։ Եվ Աստված 5 կտակարանն, երբ որ իր Իսրայել ժողովրդին արդեն Եգիպտոսից հանել էր ու սկսեց պատվիրանել տար, սա է իմ կամքը, սա է իմ կամքը, սա արա, նա մի արա, այստեղ սենց կվարվես, այնտեղ նա կվարվես, անքես բոլոր կանոնները, բոլոր պատվիրանները, թե ինչպես պետքա դու ապրես, իրականում հայտնում էր իր կամքը Աստված։ Պատվիրանների միջոցով մարդուն տվեց իր կամքը, թե ինչ է ինքը ուզում, որ մարդը ինչ ձև եղնի, ինչ անի ու ինչ չանի։ Ու միաժամանակ տվեց sense մի բան, ով որ կխախտի այդ պատվիրանները,
Եկեք կարդանք։ Թվոց 15-րդ գլխի 27-րդ խոսքից կարդամ։ Եվ եթե մի անձ սխալմամբ մեղք գործե, այն ժամանակ մեղքի պատարագի համար 1 տարեկան եք այծ բերե։ Եվ քահանան քավություն անե սխալմամբ մեղք գործող անձի համար։ Եհովայի առաջին սխալմամբ մեղք գործելիս նրա համար քավություն անե, եւ նրան թողություն կլինի։ Իսրայելի որդկանց միջի բնակի համար եւ նրանց մեջ պանդխտացած օտարականի 1 օրենք ունենակ սխալմամբ մեղք գործողի համար։ Այսինքն եթե այս մարդը սխալմամբ, թուլությամբ, գայթակղությամբ կամ ճիշտ չկողմնորոշվելու արդյունքը այս Աստծո պատվիրաններից ինչ որ մի բան խախտել էր, ստաս պատվիրանը տա որ մի հատ եք այց բեր, քավություն կանեն, քահանան կմորթի ու դրանով քո մեղքը կներվի։ Իրականում ասեմ, այս 5 տակարանի այս ձևերը զոհին վերաբերվող ինքը ամբողջությամբ խորհրդանշում էր ապագայում Քրիստոսի զոհը մեր մեղքերի համար։ Իրականում այս մեղքերով ոչ մեկի մեղքերը չէր ներվի, Աստված ցույց էր տալիս իր ցանկությունը ներելու մարդուն, բայց մեղքը չէր հեռանում այդ կառը բերելով, մեղքը մնում էր, բայց մի կարևոր բան կար նաև բերողի տեսակետից, որ բերողը որ բերում էր այդ 1 տարեկան այծը, չէ, կամ ասենք ալտերնատիվ կարեն չեմ դառնա Համիլեվտացոնց գրքին անդրադառնամ թեկուզ գառը, եթե բերում էր, սա խոսում էր նրա մասին, որ բերողը ինքը վկայում էր, որ ես մեղք եմ գործել։ Սա իր կողմից վկայություն էր, որ այո, ես մեղավոր եմ, ես մեղք եմ գործել, դրա համար բերում եմ։ Դա այդ ակտն էր, որ բերում էր, այդ կենթանուն բերում էր մորթելու, տենում էին, Աստված տենում էր, որ այս մարդը գիտակցել է, որ ես մեղք եմ գործել, անհնազանդություն եմ ցուցաբերել ես քեզ։ Բայց քանի որ այս ամեն ինչը խորհրդանշում էր Տեր Հիսուս Քրիստոսի զոհը մեր մեղքերի համար, դա հենց անցավ դարերը, երբ որ ժամանակի լռումն եկավ, Տեր Հիսուս Քրիստոսն եկավ ու ինքը դառավ զոհ Աստծո կողմից պատրաստված զոհը մարդկության փրկության համար։ Եվ խոսքն ինչ ասում, ով որ հավատա կփրկվի, չէ՞։ Ով որ հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, որ նա Աստծո որդին էր, որ նա իր կյանքը տվեց, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք, նա կփրկվի։ Եվ սա ճշմարտություն է եւ ամեն ամբողջությամբ։ Բայց ուշադիր եղել եք, տեսել եք մարդիկ, որ չեն հերքում այս ամեն ինչը, բայց որ նայում ես այս մարդու մոտ փրկվածի ոչ մի բան չես նկատում։ Այս մարդը ամբողջ իր ապրելակերպով, իր մտածելակերպով, իր ասենք կեցվածքով, իր տեսակետներով, իր զգացմունքներով ոնց որ ամեն բան անի, որ քայլ արշուտ հասնի դժոխք, ոնց որ ուշանալուց եկնի այս մարդը դժոխքից։ Ասում ես լավ, ի՞նչն է հարցը, չէ՞ որ խոսքը ասում է, որ հավատա, նա կփրկվի։ Մեզ մարդն ասում է, մարդ ես էլ եմ հավատում։ Հետո խոսում ես, այս մարդն ասում է հավատում է։ Բայց թողած մարդ կուտի։ Մի քիչ սուրեք ներատամները կուտեր սաղից։ Ինչու՞ է հարցը, այստեղ հակասություն կա, ես չեմ հասկանում։ Թե սա նորմալ է, որ հավատամ ես փրկված եղնեմ, բայց ես կարամ մնամ այս նույնը, ինչ որ կամ ավելի բետար ասենք մի հատ արարած եղնեմ։ Չէ, իրականության մեջ հարցը սրանն է, որ ապաշխարության մեջ, եթե ես պետք է ապաշխարեմ, չապաշխարած մարդը չի կարող փրկություն ունենա բնականաբար։ Ինչքան ես ասեմ, ես Տեր Հիսուս Քրիստոսին հավատում եմ, ես կարող եմ հավատամ որպես ճշմարտություն, որ այո, ճշմարիտ է, որ Տեր Հիսուսը իր կյանքը տվել է, որ ով որ հավատա, փրկվի։ Սա ճշմարտություն է, եւ ես հավատում եմ այդ ճշմարտությանը, բայց մի ուրիշ բան է, ես ընդունում եմ իմ համար դա որպես ճշմարտություն, թե չէ։ Ես գիտեմ այս ճշմարտությունը, ընդունում եմ, հավատում եմ սրան։ Բայց ես ընդունում եմ, այս ընդունելը գալիս է, արդեն գիտեք, սա է կոչվում ապաշխարություն, որ դու ապաշխարես, որ դու հասկանաս, գիտակցաբար, որ լավ խի կյանքը տվեց, հա, կյանքը տվեց, որ ես ունենամ հավիտենական կյանք, բայց ինչի համար կյանք տվեց կամ ինչի համար ես չունեի այդ հավիտենական կյանքը, որ իր կյանքով ունեմ, խնդիրը հիմքը գալիս է նորից մեղքի, որովհետև մեղավոր էություն ուներ։ Խնդիրը քո էության մեջ էր, դրա համար Տեր Հիսուս Քրիստոսն եկավ իր կյանքը տվեց։ Իսկ եթե ունես մեղավոր էություն, բնականաբար եթե հույս տնում ես, որ Տեր Հիսուս Քրիստոսը քեզ փրկի, ստեղ կա ապաշխարություն կոչվածը։ Իսկ ապաշխարել, բառը ապաշխարություն ասածը, սա արդեն դառնալ է նշանակը, որ դու
քու մտածելակերպդ, որ քու տեսակետդ դառնը արդեն դու այն ոնց որ առաջ էր մտածում, էլ այս ձև չես մտածում։ Դու արդեն գիտակցեցիր ու հասկացար, որ լավ, ես մեղավոր եմ։ Եթե մենք առանց ապաշխարելու ընդունում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, իմ Տերն այն փրկիչը ինձ ինքը փրկելու է դժոխքից, բայց դու անգամ չես գիտակցում, թե եր դու դժոխք գնեմ։ Հետևաբար դու չես էլ զղջացել քո վերնելու համար։ Իսկ առանց զղջման չկա ապաշխարություն, իսկ առանց ապաշխարության չկա փրկություն։ Իսկ զղջման համար նախ եւ առաջ գիտակցություն ա պետք։ Պետք է գիտակցենք, որ այո, ես մեղավոր եմ։ Պետք է մարդը գիտակցի։ Իսկ որ մարդը, օրինակ, այս 5 տականի նույն թվոց 30 խոսքից եմ կարդում, բայց այն անձը, որ բարձրացրած ձեռքով մեղ գործե, թե երկրի բնակը լինի թե օտարականը, նա Եհովային է նախատում։ Այն անձը իր ժողովրդի միջից պիտի կորչե, որովհետև Եհովայի խոսքը արհամարեց եւ նրա պատվիրանքը զանց արավ։ Այն անձը անպատճառ պիտի կորչի, նրա անօրենությունը իր վրա լինի։ Ինչ է նշանակում բարձրացրած ձեռքով մեղ գործը։ Այնտեղ կար, եթե մեկը սխալվում է մեղ գործը, թող բերի այդ զոհը, Աստված ասում է քահանան էս բաներն անի կներվի։ Իսկ այս դեպքում ասում է, եթե մեկը բարձրացրած ձեռքով մեղ գործի, նա Եհովային է նախատում։ Այսինքն տարբերությունը սրանում է, որ այս մարդը չէր զղջում իր արարքի համար։ Այս մարդը այսինքն ես այլ բառերով ասեմ, այդ բարձրացած ձեռքով իշխանց փորձեմ մաքսիմալ բարձրացնեմ, լավ եմ անում։ Ճիշտ եմ անում։ Եթե դու Աստվածեղնելով հանդերձ ունես քու ճշտի տեսակետը, ունես քու կամքդ, ես էլ ունեմ իմ կամքը, իմ կամքը քունի հետ չի գալի ու ես ավելի ճիշտ եմ ու լավն եմ։ Ասում է Եհովային է նախատում, բարձրացրած ձեռքով, եթե կար, ժողովրդի մեջ այս անձը կորի։ Հիմա, եթե ես Տեր Հիսուս Քրիստոսին դժոխքի վախից ուզենամ ընդունեմ ինձ Տեր ու փրկիչ, ոնց որ շատ դեպքեր եմ այգնան, բայց ես չզղջամ, որ ես մեղավորեղնելը ճիշտ չի, այլ սխալ է։ Սա չի կարա բերի փրկություն։ Այո, շնորհով ենք փրկված, շնորհով ենք ներված, որովհետև մենք ոչ մի բան չենք արել դրա համար։ Տեր Հիսուս Քրիստոս Աստված ընքան սիրեց, կան քուրսել բառաբանության ընթացքում շեշտեց Հովհաննես 3:16-ը։ Աստված ընքան սիրեց, չէ, որ իր միածին որդուն տվեց, որ ով որ հավատա, փրկվի, ով չհավատա, դե կորուստա գնա։ Ոչ մի բան իրականում չենք անում, սա շնորհվել է մեզ Տիրոջից, որովհետև ոչ մի բան չենք էլ կարանենք, բայց մի բան կա, իր միածին որդուն որ տվեց, պատճառ կար, ինչի համար տվեց, եւ դրա պատճառը մեղքն էր։ Եվ եթե ես չզղջամ իմ գործած մեղքերի համար, եթե ես չգիտակցեմ, որ ես մեղք եմ գործել, որի հետևանքով պետքա զղջամ, որն էլ բերեմ ապաշխարության, նշանակում է ես իրապես փրկչի կարիք չեմ զգա։ Ինչի համար էր օրենքները, պատվիրանները 5 տակարանը Աստված տալի, եթե դրանք մարդը չէր կարալու բայր։ Այսպես թե այնպես մարդը չէր կարալու բայր, բայց Աստված տվեց։ Այսպես թե այնպես այս պատվիրանները խախտելու դեպքում սխալմամբ թեկուզ որ բերես այդ բեր զոհդ մատուցի, այսպես թե այնպես այդ զոհը չէր կարա մարդու մեղքը իսպար վերացներ, դա մարդուն չէր սրբեմ, մարդուն չէր սրբացնում եւ ոչ մի բան դրանից տեղի չէր, բայց Աստված խի էր տալիս, ի՞նչն էր պատճառը։ Օրենքը ու պատվիրանները դա մի հատ մեծ սլաք է իրականում։ Սլաք է, որը որ ուղղորդում է Տեր Հիսուս Քրիստոսին, բացատրեմ ինչպես։ Դու գիտես Տիրոջ կամքը, դու գիտես Աստծո ստանդարտները, որը որ քու համար ինքը հայտնում է։ Ու դու փորձում ես անես, մենք տենում ես, որ չի եղնում, ստեղել եմ սայթակում, ստեղ կարծես թե ընդհանրապես հնարավորություն չունեմ, ու մի հատ հարց հացակում, ես ինչ ձևի Աստված ես դու, իմ հնարավորությունից դուս բան ես ինձանից պահանջում, ես չեմ կարող անեմ, ու բայց մեկ էլ դու նկատում ու տենում ես, որ իր խոսքից դու սեսեկյան հնազանդություն ես արել, դու արդեն արժանի ես պատժի ու մավան, ոնց որ ես բարձրացած ձեռքով մեղ գործողը գնում էր պատժի, ու դու արդեն փրկչի կարիք ես զգում, դու փրկչի կարիք ես զգում, դու տեսնում ես, որ դու այս ձև ես, դու չես կարող այս ձև չեղնես չփոխվես, ուրեմն ինչ անում, եթե ես չեմ համապատասխանում, ինչ-որ մեկը պետք է որ այս վիճակից ոնց ես կամ, ինձ իր ողորմած ձեռքը երկարացնի, ուստեղ Տեր Հիսուս Քրիստոսն է արդեն գալիս իր խաչով, Տեր Հիսուս Քրիստոս գալիս է որպես այդ փրկությունը, որ քու հնարավորությունից դու սեն ինչի հնարավորությունը, որ դու չունես, քու ուժերից վերա, սա Աստծո ուժերի սահմաններն է։ Աստված քու փոխարեն մի հատ կատարյալ զոհ է պատրաստել,
որը որ երբ որ հավատամ ես դու այդ զոհին, ի զորուա քեզ փրկել եւ քեզ հավիտենական կյանք տալու։ Բայց այն ինչի պատճառով, որի Աստծո որդի Հիսուս Քրիստոսը եկավ ու իր կյանքը տվեց, դրա անունը մեղք է։ Ու պետքա որ մենք ունենանք զղջացող սիրտ դրա համար, զղջանք մեր գործած մեղքերի համար։ Երբեմն նորից եմ կրկնվում եմ, նայում ես, կարծես հավատում է, կարծես նման է, երկելուց ձերքերն ավելի բարձրացած երկը մեզ մարդ բան անում, ինքն էլ ասում ես հավատում, բայց այս մարդու մեջ զղջում չկա, որ խոսում ես անցյալի վերաբերյալ։ Կներեք այս բանից համար մի քիչ շատ հաճախ դա նկատվում է այն ծնե հավատացյալների մոտ, որ հոգևոր ընտանիքներ են ծնվել, բանը կարծես թե տենցել եք նելու էր, տենց ծնվել, տենցել եք, սխալ չունի այս մարդ, այս մարդու ինչից խոսաս։ Զղջման բան չկա, ինչի մասին խոսում է, ես առաջ կամ կան է մարդիկ կան, որ ասենք տարիներ հետո տենց ապաշխարել եկել են, մեկ էլ հետը խոսում ես ինչ-որ մի արդյունք։ Մի բան է քեզ պատմում, ասում է, այնա դա էլ եկավ սենց ասա, թե առաջ դու ինձ ռաստ կգայիր, առաջ ես հոսես, սապարտությամբ ոնց որ, գիտեք ոնց որ ինքը տախորավոր այսօր հոգևոր այսօր այս ձևի, այ որ առաջ եղներ, գիտեք ինքը ինչ կան։ Ոնց որ չի զղջում, չի զզվում իր ոնց որ անցյալից։ Կարծես թե դա ձեռ է տալի, բայց հենց դրա համար Տեր Հիսուս Քրիստոսն իր կյանքը տվեց խաչի վրա։ Շատ կարևոր բան է, նախ եւ առաջ, որ մենք գիտակցենք, որ մենք մեղավոր ենք։ Առաջի հերթին, եթե լիարժեք մենք ուզում ենք Տեր Հիսուս Քրիստոսի, ասենք, շնորհը մեր կյանքի մեջ գործի, նախ եւ առաջ գալիս է գիտակցումը, որ ես մեղավոր եմ։ Եկեք մի հատ բացենք Ղուկաս 18-ի 18-րդ գլուխը Այս են հայտնի պատմությունն է, որ Փարիսեցին եւ Մաքսավորը գնացին իրար հետ գնացին աղոթելու։ Մեկը մեկից մի քիչ հեռու կանգնած աղոթում է։ Եվ Փարիսեցին կանգնեց Աստծո առաջ եւ ասաց. «Գոհանում եմ քեզանից, որ ես այսքան լավն եմ, այսքան սուրբ եմ, այս չեմ անում, այն չեմ անում, քո այս պատվիրանքım կամ այն պատվիրանքım կամ մի բան չկա, 10-րդն եմ տալիս, գնա գալիս եմ, այն որ մի սենց բանը իրա վրա չի գտնում, սենց իրանով ինքը սենց հիացած, իրանով ոգևորված, մի սենց տեղ չկա այն, որ սենց էլ չգիտեր ում հետ համեմատրենք, մեկ էլ աշկնք նման Մաքսավորն ասում է գոհանում եմ, որ вообще սրա նման չեմ, նայեմ ինչ ատենեմ նրա մեջ, որ եսով, սաով, ինչ լավ է, որ ես առհասարակ սրա նման չեմ։ Ու մի Մաքսավորի աղոթք եկեք նայենք։ Եվ Մաքսավորը հեռու կանգնած, իր աչքերն էլ չէր կամենում դեպի երկինքը բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. «Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս»։ Մաքսավորի մոտ եկել էր գիտակցումը։ Արդեն ապաշխարության ընթացքը սկսվել է այս մարդ։ Նախ եւ առաջ եկել է գիտակցումը, որ ես մեղավոր եմ։ Ամենաառաջի բանը, որ սրան է հետևելու ապաշխարությունը։ Ես մեղավոր եմ։ Հասկացել եք Տեր Հիսուսն ինչ ասում է, երկուսը որի չան ասում է, նա արդարացված իջավ, Մաքսավորն արդարացված իջավ։ Մաքսավորի գիտակցությունը, որ ինքը մեղավոր է, բերեց նրան, որ ինքը ողորմության կարիք ուներ Աստծուց։ Ու ինքն ասում է ողորմիր ինձ, չի ասում ինքան լավն եմ, որ տուր ինձ, չափի ինձ, նա ինձ իմ արժեքներով, այլ ասում է ողորմի ինձ, գիտակցել որ ողորմության կարիք ունի, որովհետև ինքը մեղավոր է։ Իրան արժանի չի, իրան չի հասնում ինչ որ իր արժանիքների համար, ասում է ողորմիր ինձ։ Հույսը չէր դրել իր վրա, հույսը դրել էր ամբողջությամբ Տիրոջ վրա։ Ամբողջությամբ հույսս դու ես, ես անարժան եմ, իմ հույսս դու ես։ Քո ողորմությունը սա կոչվում է շնորհ Աստծո կողմից։ Ապավինում ես ճշմարտապես շնորհին, բայց ների ինձ մեղավորիսը, ստեղ ինքը շատ sense բանալի առայնքը, ների ինձ մեղավորիսը։ Սա գիտակցել եւ Տեր Հիսուսը սա հետագայում ինչ ասում, նա որ ուզեն իրան բարձրացնի կխոնարհվի, բայց նա ով որ իրան խոնարհացնի, նա կբարձրացվի։ Սա իրականում խոնարհություն է, երբ որ գիտակցում ես, որ դու մեղավոր ես։ Երբ որ քո արարքը դու չես անում բարձր ձեռքով, այլ դու հասկացել ես ու խոնարհվում ես դու տեղ, որ ես ով եմ ես։
Սով եմ ես, ինչ անարժան եմ ես, ինչքան մեղավոր եմ ես։ Ըստ էլ գործը արդեն Տիրոջ ողորմությունը ու Տիրոջ շնորհը գալիս արդեն մեր կյանքերի մեջ։ Բացարձապես, ամբողջությամբ եւ լիարժեք մեր փրկությունը կախված է միմիայն Տիրոջ շնորհից, կախված է նրա հատկություններից, ոչ թե մեր հատկություններից, կախված է, որ նա բարի է, նա ողորմած է, նա այնքան է սիրում, որ չի ցանկանում, որ մենք կորչենք, ամեն բան կախված է նրա հատկություններից, ոչ թե մեր հատկություններից։ Եվ սրանից հետո մարդը, երբ որ այս ողորմությունով, այս շնորհով, այս Տիրոջ այդ հաշտությունը վայելում է, մի խաղաղություն է գալիս, մի ուրախություն է գալիս, այդ փրկված լինելու, այդ ներված լինելու ուրախությունը եւ ներված եմ ելում կողմից, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, հենց անձամբ բարձրյալ Աստծու կողմից ներված են ու խաղաղությունն են հենց բարձրյալ Աստծու կողմից։ Ու այս ուրախության, այս խաղաղության մեջ մեկ էլ հայտնաբերեմ մի բան, որ ինքը դեռ ընդունական մեր գործելու։ Եվ ասեմ ավելին, իրականը մեր մեղավորությունը նենց է գործում, երբեմն մենք էլ չենք գիտակցում, որ այս ինչ ինքը իր մեջ սկսեց արտադրելը։ Ինչ-որ բան արտադրամ, ինչ-որ բաներ ավերարտադրամ, պարտադիր չի ինչ-որ դրանք երևացող, սենց բաներ եղնի, տենաս ընդեղ գողություն եմ անում կամ մարդ եմ սպանեմ, ով կտենա, որ հայացքս չար էր քրոջս կամ եղբորս հանդեպ, իսկ Տիրոջ խոսքն ասում է, չէ՞ որ եղբորն ատման, մարդասպան, ով տեսավ իմ մեջ մարդասպան, ոչ մեկը չտեսավ, սա մենակ Աստված տեսավ։ Եվ ինչ ասեմ, Տիրոջ խոսքը սրա վերաբերյալ քրիստոնյայի կյանքում sense թե նենց մեղքը կա, բայց դա նորմալ է, թե նորմալ չի։ Ինչպես է լինելու մեր վերաբերմունքը մեղ կոչված երևույթի հանդեպ։ Մենք շնորհով փրկության նաև մի հատ շատ հրաշալի տեղ կա, ես էլ եմ անձամբ շատ եմ սիրում այդ դրվագը Աստվածաշնչի, հեսա կանդրադառնանք այդ տեղին, որտեղ որ սենց շատ լավ ու վառ ընդգծված է Տիրոջ շնորհը, որ այսինչ երանելի վիճակ էր, էլի ես ավազակի մոտ եկեք բացենք Ղուկաս 23-ի 39-ից 43-ը կկարդամ, եւ այն կախված չարագործներից մեկը հայոյում էր նրան եւ ասում. եթե դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ Իսկ մյուսը պատասխանեց սաստելով նրան եւ ասեց. եւ դու չես վախենում Աստվածանից, որ հենց նույն պատժի մեջ ես, ու մենք իրավունքով ենք պատժված, որովհետև մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում, իսկ սա ոչ մի անտեղի բան չգործեց, եւ ասեց Հիսուսին. Տեր ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունով։ Եվ Հիսուսը ասեց նրան. ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտումը կլինես։ Սենց միշտ նայում ես, ասում ես երազանքի հատված, գնա ոնց ուզում ես, ապրի կյանքդ, րոպեներ այ բաժանը մահից, ապաշխարած գնաց դրախտ ես մարդը։ Րոպեներ էր բաժանում ես մարդուն։ Միշտ սենց է, չէ՞ ընկալվում, որ տեսեն վերջի պահին էլ ինքը Տեր Հիսուս հիշիր ինձ քո արքայությունով գաս, ավ հետս դրախտեմ կեգնես։ Սենց արով այն որ շատերին, մար ասում եմ երազանքի բան, այն որ հարցնես, ոչ լիարժեք իրական Աստծուն ճանաչող փրկվածները, որ մարմինն է բան է, հաճույքը բանը ցանկալ է, ընտրության մեջ չի կարող կողնորոշվի, բայց միաժամանակ ադեբադժող եմ գնալու բան, ասես կուզես ապրես 90 տարի, այդ 90 տարին ոնց ուզում ես, այդ ինչը որ դու սիրում ես, գնար առավոտից ցերեկուն, բայց այն որ մի քանի րոպե մնաց, դու փրկություն ես գտնելու։ Մի հատ sense Տեր, գալիս եմ, հիշիր ինձ, ինքնասի արի, դրախտ արի, շատ լավ անտիր է, բայց այս պատմության մեջ, եթե ուշադիր եղաք, ես նորից կարդամ այդ տեղը, ստեղ կար գիտակցում մեղքի, որ ես մեղավոր եմ։ Իրականում ստեղ կար գիտակցում, որ ես մեղավոր եմ։ Այն մյուսը, տենց է չէր գիտակցել, նա Տիրոջից ուրիշ բաներ պահանջում։ Եթե դու ես, դե քեզ է փրկի, մեզ է փրկի։ Նա փրկությունն էր ուզում ընդամենը։ Նա չէր զղջում։ Նա ասում էր ինձ փրկի ընդամենը։ Իսկ այս փրկված հանցագործը նորից եմ կարդում այդ բառերը, որտեղ որ երևում է ու մենք իրավունքով ենք պատժված, որովհետև մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում։ Ստեղ էլ կար գիտակցում, որ ինքը մեղավոր է ու զղջում իրականը։ Ինքը ընդունում էր իր ովեղնելը, իր մեղավորելը, ինքը ընդունում էր։ Շատ ժամանակ մենք եւ առհասարակ հիմնականը միշտ մենք տեսնենք սենց հրաշքով վերջի պահի փրկությունը միայն սենց հիշիր ինձ ու
կգաս դրախտ, բայց չենք տենում, որ այս մարդը վերաբերմունք ուներ արդեն մեղքի վատարարքի հանդեպ։ Իրա վերաբերմունք սա էր, մենք արժանի ենք պատժվում։ Այսինքն ընդունում եմ, որ իմ արածը, իմ ապրածը իրականում պատժի արժանի արարք էր։ Իրականում դա լավ բան չէր։ Ընդունում էր ինքը։ Եվ լավ, փրկվեցինք, կյանք շարունակվում է, անցնում ենք, մեղքի վերաբերյալ հետաքրքիր նոր բաներ է ի հայտ գալիս։ Օրինակի համար եկեք մի հատ բացենք Մատթեոս 7-րդ գլուխ։ Ոչ թե ամեն ինձ Տեր ասողը կմտնե երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կասեն ինձ այն օրը. Տեր, չէ որ քո անունովը մարգարեացանք եւ քո անունովը դևեր հանեցինք եւ քո անունովը շատ զորություններ գործեցինք։ Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել։ Ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ։ Ոչ թե ամեն ինձ Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը։ Մի րոպե, որ հավատում էր, որ Հիսուսը Տեր ու փրկիչ է, նրանք չէին փրկվում։ Հակասում ենք իրան։ Հա? Չէ, Տերն ինքն իրան չի հակասում, պարզապես Տերը գիտի մարդու սիրտը, պարզապես Տերը լավ գիտի մարդու կեղծավորությունը, պարզապես լավ գիտի Տերը, որ մարդը փորձելու ասենք, սենց ասեմ, համ են սիրում եմ ես կպահեմ են ինչի ես սիրում եմ, համ էլ դե լավ, եթե ոնց նայեմ եմ ասում են, թե որ Տեր ընդունես, Տեր եւ փրկիչն է կփրկվի, դե ես էլ եմ ընդունում, միգուցե հավատում են։ Նայեցիք որակներ, այս մարդիկ ինչեր էին արել Տիրոջ անունով։ Ես գիտեք որն է, այն որ շատեր են, որ սենց ընկնում են, քրքրում են ինտերնետը, ստեղ ընդե մի ժողով, ընդեղ մի մարդ գա, ընդեղ մի օծյալը գա գնան, այս հատկությունների հետևից այդ որ սենց գնում են, լա տեսեք ինչերով են օժտված այս մարդիկ եկել, այ մարդ։ Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր, չէ որ քո անունովը մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ զորություններ գործեցինք։ Լայսուն չեն արել այս մարդիկ։ Այս ձև մարդկանց, որ տենում ենք առհասարակ, ոչ մեկից մտքով չի անցնում, որ կարող է մի օր Տերն իրանց ասի, թող ես քեզ չեմ ճանաչում, այ անօրենություն գործող, իսկ մարդկանց համար նամանավանդ սենց բան, այդ որ սենց գնամ, սենց Տերը կա լավ է, բայց չեն մարդը, որ գարայ, որ են մարդը գար բան գնան, իդեալական կերպար է քրիստոնյայի սա իրանց համար, փափագելի կերպար է, լայս ինչ հատկություններ ունեն օժտված։ Իսկ ինչ ամիջև էդ ասեմ, ոչ թե Տեր ասողներ, այլ ովքեր որ իմ հոր կամքը կատարում է։ Կամքը կատարելը սա հնազանդությունն է։ Կամքը չկատարելը սա հնազանդությունն է, որը որ կոչվում է մեղք։ Նա մեղավոր Աստծո առաջ, որովհետև Աստծո կամքը չի կատարել, չի հնազանդվել։ Այս մարդիկ հավատք ունեին Տեր Հիսուսի հանդեպ։ Իրանք նրան Տերել էին ասել ու հավատքել ունեին, ու ինչ արել էին Տեր Հիսուսի անունով էին արել։ Այս մարդիկ Տեր Հիսուսի անունով են այսքան զորություններն ու բաներն արել։ Բայց մեկ այլ բան է, թե ես ինչ կանեմ քո անունով, այդ զորություններն իմ կյանքի մեջ գայս, կուզեմ այդ զորավոր ուժերն իմ մեջ, կուզեմ քո այդ բոլոր օրհնությունները, բարիքները գան իմ կյանքի մեջ, բայց մի կարևոր բան կա, որ իրական ապաշխարողը, իրական քրիստոնյայի համար, եթե ապաշխարել եմ մեղքից, այսինքն ես զղջացել եմ, որ քո կամքը չեմ կատարել։ Պարզացնում եմ, ինչքան հնարավոր, ինչքան մոտս ստացվում է։ Մեղքից ապաշխարելը սա է, ես զղջում եմ, որ քո կամքը չեմ կատարել։ Որովհետև եթե մեղքը Տիրոջը չհնազանդվելն է, զղջալն էլ պետք է լինի, ես զղջում եմ, որ քեզ չեմ հնազանդվել։ Իսկ ստեղ ասում է, որ ինչ արել, լավ եք արել, բայց հորս կամքը չեք արել, այ անօրենություն գործողներ։ Ամեքի համար, բացի այն, որ սենց ընդհանուր համատարած մարդկությանը հայտնված Աստված ունի կամք, չէ՞, կարդում ենք գիրքը, իմանում ենք, այս արա, այս մի արա, կա նաև յուրաքանչյուրի մեջ կյանքի իրավիճակների մեջ Աստված ունի կամք։ Օրինակ ես որ Աստվածաշունչը բացեմ, փորձեմ ստեղ ես սենց լավ մանրակրկիտ ասենք կարդալով է գտնեմ, ես չեմ գտնի միտեղ որտեղ որ գրած է վարկես եղբայր չորեք շաբթի օրը, որ մտածում ես սա անես, թե սա անես, դու պետք է սա անես։ Ես դա չեմ գտնի, բայց այդ կամքը կա վարկես աղբոր համար։ Կա իմ համար իմ կյանքի մեջ, չէ՞, իրավիճակներ է գալիս, մեզ դեռ սենց պահեր է գալիս, որտեղ որ լուրջ կողմնորոշվելու առաջ ենք կանգնում ու Աստված
իր կամքն է հայտնում ու մեկ էլ այ քեզ բան, ոնց որ այդքան էլ ինձ հարմար չի, այդքան էլ ինձ ասենք շահավետ չի, այդքան էլ օգտակար չի, ոնց որ դա իմ համար։ Բայց դե ես Աստծո ծառա եմ, զորություններ ունեմ, կգնամ, կմարգարեանամ, հրաշքներ ու զորություններ կանեմ, այդ մի օր հետն էլ բեր սենց անեմ, էլ ես ձևով անեմ գնամ։ Սա է, նաև երբ որ ընդունել ենք, հավատացել ենք, դառել ենք քրիստոնյա, ոչ թե ընդամենը այդ պատվիրանները սենց բանավոր մտնես մեջը կաղապարի նման, սենց դու տեղավորվես դրանց մեջ, սա պահամ, եկեղեցի գալի բոլորի նման, շփտում եմ բոլորի նման, երգում եմ, բոլորը տեսան, որ աշկերս փագել աղոթում եմ, ընտիր ամեն բան, վերջ, սքանով ամեն ինչ արդեն որոշվել է, ոչ, նա գիտի ինչքանով ես դու զղջացել մեղքից, ինչքանով է ինքը քո համար արդեն Աստված, նա սիրտդ նայում է, ինչքանով է իր կամքը քո համար կարևոր, ինչքանով եթե զղջացել ես, որ կամքին անհնազանդ ես եղել, բնականաբար մի արդեն դու ձգտում ես իր կամքին համապատասխան ապրես։ Այն որ Տեր Հիսուս Քրիստոսը բոլորիս մեղքերը ներեց, միանշանակ բոլորիս մեղքերը ներեց Տեր Հիսուս Քրիստոսը։ Բայց քրիստոնեական կյանքից հետո էլ դեռ շարունակվում է մնալ մի հատ սենց հարց, որ եթե ես զղջացել եմ, ուրեմն ես պետք է ունենամ համապատասխան վերաբերմունք մեղք անհնազանդություն կոչված երևույթի հանդեպ։ Եվ Հովհաննեսը իր առաջի թղթում սենց է նկարագրում, կարդամ 8-րդ խոսքից. Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտությունը չկա մեզանում։ Բոլորս դեռ քրիստոնյաներով հանդերձ ունենք մեղքեր։ Հիմա այս Հովհաննեսի այս տողերը տակշքիր ինչ է նշանակում, ուզում ասի նորմալ է, շատ բնական բան է ունենք, բոլորս էլ ունենք, բայց լա հասկանանք ոնց է Տերը վերաբերվում սրան ու մեր վերաբերմունքը ինչ է եղնելու։ Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք, թե մեղք չգործեցինք, ստախոս ենք անում նրան եւ նրա խոսքը մեզանում չէ։ Եթե ասում է խոստովանենք մեր մեղքը, նա հավատարիմ է ու արդար է, որ մեր մեղքերը կների ու կսրբի մեզ ամեն անիրավությունից։ Այստեղ մի հատ կարևոր բան կա, որի վրա պետք է մենք ուշադրություն դարձնենք, դա խոստովանել բառն է։ Իրականը այս խոստովանելը ի նկատի չունի, որ ես գամ ասեմ Տեր Աստված, ես երեք մեղք եմ գործել։ Գիտեք ինչի։ Կամ 5 օր առաջ։ Գիտեք ինչի չի, դա вообще դա չի, որտեվ Աստված գիտի։ Իմաստը ո՞րն է քույր անգալ ասելու։ Այս խոստովանելը սա է, որ ես ընդունում եմ, որ ես այդ որ արեցի, մեղք եմ գործել, սխալ եմ արել։ Սա ճիշտ չի։ Սա նշանակում է դու ես Աստված։ Տեսեք ոնց։ Եթե ես մի արարք եմ անեմ, Աստված ասում է, սա սխալ է, ես գտնում եմ, սա ճիշտ է, ես իրան ասում եմ, դու Աստված չես, որովհետև չի կարա ինձանից ոչ լավ պատկերացում ունեցող մեկը, ումից ես ավելի խելացեմ, ավելի լավ գիտեմ, որն է սխալ, որը ճիշտ, որն է արդար, որը պիղծ, որն է մեղք, որն է սրբություն, նա ոնց կարա ինձ Աստված եղնի արդեն։ Ու երբ որ մենք չենք խոստովանում, ասում ենք լավ եմ արել, ճիշտ եմ արել, այս բանը որ արել եմ, սա նշանակում է այս նրա աստվածությունն եմ ուրանում։ Այսինքն նա կատարյալ չի արդեն, իսկ եթե կատարյալ չի, բնականաբար Աստված չի։ Չէ՞։ Ասում խոստովանեք, եթե խոստովանեք, այսինքն գաս ու ասես, որ ես մեղավոր եմ, ես մեղք եմ գործել, նա կների մեզ։ Իսկ եթե չխոստովանենք, մնանք բարձրացրած ձեռքով գործած դա, այստեղ խոսք չկա այդ դեպքում ներման վերաբերյալ։ Եթե ես գտնում եմ, որ ես լավ եմ արել։ Շարունակում եմ երկրորդ գլխից առաջ երկու համարակ կարդամ էլի Հովհաննեսի, իմ որդյակները, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք։ Ոչ թե համարեք նորմալ բան, ինչ լավ է, կարամ մեղք գործեմ, հետո գամ կխոստովանեմ, Աստված կների։ Էս ինչ լավ բան է։ Կգամ կխոստովանեմ կների։ Հովհաննես ոնց որ էդ էս ասում, որ ես կարամ հեշտ ու հանգիստ մեղք գործեմ։ Դե ասում ես, եթե մեղք գործեք, խոստովանեք կանստիկնա, բայց շարունակում իմ որդյակները սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք։ Եվ եթե մեկը մեղանչե, եթե բարեխոս ունենք հոր մոտ Հիսուս Քրիստոսին արդարին, եւ նա քավություն է մեր մեղքերի համար եւ ոչ միայն մերիների,
բայց բոլոր աշխարհի համար էլ։ Եթե մեղան չեք, եթե ու այդ եթեներն եղնեմ, բայց մեր վերաբերմունք չի եղնելու սրան նորմալ։ Միշտ մեղքի հանդեպ մեր վերաբերմունքը պետք է եղնի մի բան, որ մենք հիշենք ամեն անգամ, երբ որ նայում ենք Տեր Հիսուս Քրիստոսի խաչին ու սենց հուզված ասում ենք իմ մեղքերի համար մահացավ, հիշենք, որ այդ նույն մեղքն էր, որ իրան խաչնա բարձրացրել։ Սա պետք է եղնի մեր վերաբերմունքը։ Ոչ մի անգամ մեղքի հանդեպ քրիստոնյայի վերաբերմունքը չի կարող եղնի նորմալ։ Ես գիտեմ, որ մեղքեր ունեմ, ամեն օր ունեմ, ես գիտեմ, բայց սա չի նշանակում, որ սրան պետք է նորմալ վերաբերվել։ Սրան չպետք է նորմալ վերաբերվել։ Սիրելի քույրեր ու եղբայրներ ջան, միշտ պետք է հիշենք, որ այդ խաչի վրա մահացած Տեր Հիսուս Քրիստոսը մահվան պատճառը հենց այդ մեղքան հնազանդություն կոչվածն էր։ Երբ որ Աստծո կամքը գիտեմ ու չեմ հնազանդվում իրան, ու հետո նայում եմ խաչին սենց, ող Տեր ջան, իմ համար ես կյանք, այ այդ էր, այդ մեղք կոչվածն էր հենց։ Հենց դրա համար էր դա որ եղել է։ Ու իմ վերաբերմունքը ոնց կեղնի սրա։ Ու երբեմն անում ենք շատ ժամանակ ախր հարցը նրան է, որ այդ զղջումը չես նկատում, ասես կարթարասնի կբրթի կհամեմատի հարևանի հետ, մորքուրի աղջկա հետ կհամեմատվի, ողբոր տղու հետ կհամեմատվի, կասի ադե լավն եմ էլ ինձ ինչ ա եղել, որ ոչ։ Միշտ ամեն իրավիճակը նրա խոսքը, եթե կա քեզ հայտնված, նրա կամքը կա չես գործում, դա հնազանդություն է, որը որ բերեց Քրիստոսին հանեց խաչը, որի անունը որ մեղք է իրականը։ Շատ դեպքերը մենք մեծ sense ցանկություններ ունենք, որ Տիրոջ հետ ավելի մտերիմ եղնենք, իր օրհնությունները վայելենք, այն որ քու հայրական ծածկոցդ, քու հայրական այդ օրհնությունները, խոստումքը դիմարին չեր ունես, Տեր ջան, ու կարծես թե չկա։ Կարծես թե նույնիսկ այն հոգու մեջ են փափակ են, որ Իրանից ծնված են, որ մեջ շտապրմա շատ ժամանակ ոնց որ իր առաջ չուզում գա, ինչ որ տարբեր sense մեկնաբանություններ կա, դե գիտեք մարմինը չի թողում, սա չի անեմ, դե գիտեք այն 5 տակարանից տեղեր ենք բերեմ, ով իմ անձը գնա Տիրոջ առաջ են, որ անձը չի ուզում, իշքա ով իմ անձը sense մի կերպ համոզելով գնա, երկու բառ աղոթը մա գալիս է, մեղավոր էություն տավ, ստեղ հարց ուրիշ բան է, այդ ամեն ինչի մեջ մեզ առաջնորդողը Սուրբ Հոգին է։ Ու Սուրբ Հոգին երբ որ գալիս է, ինքը բան է ասում քեզ, գալիս է բան է ցույց տալիս, գալիս է ասում է քեզ, որ հիմի դու ինչ ես անելու, դու սրա համար պետք է զղջաս։ Մի կողմ դրած գնում ենք օրհնությունների, գնում ենք ներկայությունը ժամերով այլ, ու դու չի գալիս, չի եղնում սիրելի Սուրբ Հոգի, չես ինձ տանում ես ամեն ինչի մեջ, մոտս չես, հետս չես միթե, հարցն անում է որ Սուրբ Հոգին եկավ, բայց իր կամքը ուներ, միջև այդ քու կամքի հետ անել է, ամեն ինչ ուզել, ինքն իր կամքն ուներ, ինքը մոտեցել է, քեզ ուրիշ բան ասում քեզ, ասում զղջա։ Եվ գիտեք, երբ որ 5 տակարանը ամեն անգամ այդ մեղքը գործելից վերցնում էին այդ զոհը ու գնում էին։ Պատկերացնում եմ էլի մոտավոր, ասենք ինչ թեթևությամբ էին հետո հետ գալիս այս մարդիկ են, որ ով է արեցի, են որ ով է տարա, էսիժ լավա, էսիժ լավա պատիժը գլխից չի գալու Աստծո, էսիժ լավ Աստծո անեսքը վրեժ չի գալու, հոբի գրքում կհիշեք կոնկրետ տեղը չեմ հիշում, որ ասում է հոբը դաժե օրական եսի ինչ մեծ քանակով զոհեր էր մատուցում, ամեն է 10 երեխա ուներ ամեքի համար ինչ էր ասում մեր միգուցե մեր գործածեղն են Աստծո առաջ, անը մեր ու սենց հանգիստ ով է Աստված ջան, չէ՞, սենց այդ բանը, Տեր Հիսուս Քրիստոսն է մեր զոհը, չենք շեղվում մեզ միանշանակ, միշտ պետք է հիշենք, նրա շնորհով, նրա ողորմությունով է մեր փրկությունը, մեզանից չի կախված, բայց երբ որ գալիս ես Տիրոջ առաջ, երբ որ խոստովանում ես, երբ որ ոնց որ խոստն ասում, եւ նա քավություն է մեր մեղքերի համար, երբ որ բերում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, ընդունում եմ ես սխալ էի, դու ճիշտ ես իմ Աստված, դու ես իմ Աստվածը, դու կատարյալ ճիշտ ես, ես սխալ էի։ Սրանից հետո այն գառը տանողից կամ այն մի տարեկան այծը տանողից ավելի թեթևություն ու ուրախություն է գալիս։ Ու դրանից հետո որ վերես կենում ուզում ես գնաս աղոթելու, չէ՞, գիտեք ինչա տեղի ունենում, են որ անհարմար, ասենք sense դրսում ես եղնեմ, sense կողքը տղեկ կան, նստած եք բան, մեկ էլ տենում ես այն որ հոգին այնց հայկեվ հետ, որ ուզում ես ասես ով իմանց, դե մի 5 րոպե սպասի, հետո կգնաս կաղոթես, էլի թող ծվրվեն կամ դու կգնաս տուն նոր, ոչ թե ով իմանց, վեր կաց գնա, դե 5 տակարան այդ խոսքի այդ անձին ուղված, մարմնով sense կանձս կբեմ Տեր, արդեն Սուրբ Հոգին ինքն է քեզ վերցնում իր ձեռքերի մեջ,
որովհետև միշտ ապաշխարողի, միշտ զղջացողին Աստված քայլ անեմ ու առաջ է գալիս Աստված։ Եկեք մի հատ հետաքրքիր տեղ էլ կարդանք, Լուկաս 15-րդ գլուխը եկեք բացենք։ Անարակ որդու պատմությունը գիտենք, չէ՞ բոլորս, ինչա տեղ ունենում։ Հոր հետ ապրում էր, հոր մոտ էր, միշտ հոր ներկայության մեջ էր։ Եկավ մի ժամանակ, երևի որ մի քիչ արդեն մեծացավ, իրան կարծես թե արդեն ինքը մեծավ, ասենք շատ ինքնուրույն տղա է դառել, սա ունեցվածքը ստուր, ինչ որ ինձ հասնում է։ Ես գնում եմ, հիմա գնում եմ առանձին ապրեմ։ Այս պատմության մեջ չի էլ տալի է ախր, որ ամուսնացավ կնիկը տակերը խփեց հորն ու մորից քաշեց, բաժանեց տարավ։ Ոչ մի տես բաներ չի ասել։ Ինքը պրոստը այս տղեն էլ քանի հոր տաններ, այդ տունն ուներ համապատասխան օրենքներ, այդ տունը ուներ համապատասխան կանոններ։ Այս տղան ձեռք չէր տալի արդեն ինչ-որ բան, այդ ձև ապրելը։ Ասավ դուր իմ հնարավորությունը վերցրես, ինչքան որ իրան պատկանում էր այդ հնարավորությունից, ես կգնամ իմ կամքի համաձայն կապրեմ։ Խնդիրը ստեղ կամքի մեջ էր։ Վեր կացավ գնաց, էտա կերավ, խմեց, ոնց ուզեց, քաշ եկավ, այս տղեն ապրեց իր համար ցոփ ու շվայտ կյանքով, հետո որ վերջացավ փողերը, բնականաբար փողերը վերջացավ, էլ ոչ մեկին պետք չէր, սով եկավ, այդտեղ էլ ուր որ գնացել էր, այդտեղ էլ սաստիկ սով սկսվեց, գնացել էր մտել էր մեկի մոտ խոսպահող էր աշխատում, ու այս խոզերի այդ լափից ուզում էր ուտեր, որ կշտան ադաժե չէին թողում, որ ուտեր։ Այս տղեն գնացել էր իր կամքով ապրելու։ Եվ երբ որ հետ դառավ եկավ, հեսա կարդամ այդ տեղը։ Եվ ինքն իրան գալով ասեց, քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված, եւ ես այստեղ սովամա կորչում եմ, վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ, այստեղ եկեք ուշադիր եղնենք։ Ինչ էր գալիս հորն ասելու, սա շատ կարևոր է։ Հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին, եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Նորից եկել էր զղջումն ու գիտակցությունը։ Նորից ինքը գիտակցեց, որ ինքը մեղավոր է, ու նորից եկավ զղջում իր մեջ։ Հայր, մեղանչեցի ասма, չեկավ ասավ լավ եմ արել գնացել եմ, դե բնական է, դե նորմալ է, բա մեծ տղա է, բա ուզում ես քո մոտ մնա ես մի արա, բա նորմ չէ, ասավ մեղանչեցի քո երկնքի առաջ, ու արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ու այս արժանի չեղնելուց հետո երբ որ հայրը իրան ընդունեց ու գրկեց, ինքը գիտակցեց, որ արժանի չեմ, բայց հերս ընդունում է, ինչպիսի շնորհի մեծ դրսևորում։ Իրականում ես ինչ խոսում եմ, ես չեմ հերքում շնորհը, ես դաժե շնորհի են ամենայն բան ջատեմ, որ երբեմն դաժե ծայրահեղության բան է, այն որ գիտեք, ոնց հենց այս մեղքի թեկուզ բանի պահով, սենց ուրիշ տեղից հայացքներ եմ ունեցել, մոտեցումներ եմ ունեցել, ես շնորհով ովով ես լավ գիտեմ, որովհետև ես իմ վրա մի սենց նորմալ բան չի եղել, որ թե մեկը կարացել ես Աստծո առաջ, սենց եմ ախր ես ամեն ձև եմ սխալ եղել Աստծո առաջ, որ հիշում եմ, ասենք, նայում եմ ու պատկերացնում եմ, այդ չարը, այդ ատելությունը, այդ հայացքդ կյանքի հանդեպ, ուրիշ ձև, մարդկանց հանդեպ վերաբերմունքս, բանս մի փուճուր բան չէ, ինչ կամ ինչ եղել եմ, Տիրոջ շնորհով եմ եղել։ Բայց ուզում եմ, որ մենք ճիշտ հասկանանք, որ զղջումը, մեղավորի գիտակցումը, սա կարևոր է նաև, որ շնորհն առատապես գա, շնորհը սկսենք գնահատելը։ Եթե չգիտակցեմ, որ ես մեղավոր եմ, ես շնորհը չեմ գնահատելու։ Սա բնական է, սա իրար հետ կապ ունի։ Ու սիրտս չի փոխվելու, սիրտս Տիրոջ առաջ չի հալվելու, եթե չգիտակցեմ, որ արժանի չեմ։ Ու եկավ, այս տղեն զղջացել էր։ Ու էլի մի կարևոր բան, զղջումը, հորից հեռանալու համար։ Եթե մեր կյանքում կան մեղքեր, սա, այսինքն էս էր, պատկերացեք Տիրոջ հետ ենք, քրիստոնյա ենք, Աստծո հետ ենք, հաղորդակցություն ունենք, նրա մեջ ապրում ենք։ Ինքը մեր մեջ, տենց ասեմ, քրիստոնյայի սա դոլյանա, որ դու պետք է եղնես Աստծո մեջ, Աստված պետք է եղնի քո մեջ, բնակվի։ Ու մեկ էլ գալիս է մի ընթացք, որ բայց մի րոպե դու էլ ունես կամք, բայց ես էլ ունեմ կամք, ու իրար հետ չի համընկնը։ Ու ինչքան էլ ես գամ եկեղեցի, ինչքան էլ ինձ տենակ եկեղեցում ալելույա գոռալուց, ոչ մեկը չգիտեք իմ հոգու խորքում, որ արդեն չի համատեղելի, չենք կարող մի
տանիքի տակ միտեղ բնակվենք ես ու Աստված իրար հետ։ Ես պետք է իրանից հեռու եղնեմ, որ իմ կամքը կատարեմ։ Եթե իրան ես մոտիկ եմ գալիս իմ կամքը կատարելով, ես հեռու եմ իրանից։ Ես մոտիկ չեմ։ Այո, Տեր Հիսուս Քրիստոսով մենք մտնում ենք սրբարանը, մենք մտնում ենք նրա ներկայության մեջ, բայց իմ մարդկային էությունը, քանի դեռ համամիտ չի նրա կամքի հետ, ինքը պետք է խուսափի մի օր, սկսելու արդեն փախնել Աստծուց։ Քանի որ իրան հաճելի չի եղնելու, անդադ գա հանդիմանվի։ Պատկերացրեք այս տղեն հոր տանն էր ուզում ապրել, ոնց որ գնաց ուրիշ տեղ ապրելու։ Ուտեմ, խմեմ, ֆրֆրամ, մանգամ, էսա բնականաբար հերը թույլ չէր տալու։ Սլուր տղա ջան, մեր տան մեր խայտարակում է։ Մեր տան օրենքը չի դա։ Քանի դու իմ տանն ես ապրում, դու չես կարող այդ ձև եղնես։ Դրա համար այս տղեն եղածը վեր կալավ ու գնաց տեղից։ Դրա համար տեղից ինքը հեռու գնաց։ Ու սենց ա եղնեմ, բայց խի չեմ զգում մտերմությունը Աստծու հետ։ Ես խի կարծես խնդրում եմ չի պատասխանում։ Ես խի կարծես այս բանն անում եմ, ինչ ստեղով ես գալիս, բայց ստեղը մերժել է իրան։ Ստեղը իր կամքն ունի, ուզում է գնա արդեն իր կամքի հետևից։ Իսկ սա է կարևորը Տիրոջ համար։ Տիրոջ համար հոգիտ է կարևորը։ Հոգուտ հետ է իր հաղորդակցությունը։ Ու կարևոր բան, որ զղջաց ու հետ եկավ ու ասավ գնամ հորս սենց ասեմ, իր խոսքին էլ տեж կայնեց է, եկավ ու տենց էլ ասավ։ 21-ը Եվ որդին ասեց նրան, հայր մեգաչենցի երկնքի դեմ եւ քո առաջին եւ այլևս արժանի չեմ, որ քո որդին կոչվելու։ Բայց դե հերն ինչ ասավ, չէ, տղես ես, բերես, դրես, նույն դիրքը ընդունեց որպես տղա շնորհի, ողորմության, սիրո, մի հատ բացարձակ հայր Աստծո սիրտը սենց ցույց է տալիս մեզ այս պատմության մեջ, որ զղջացողին Տերը պատրաստ է նորից ընդունի։ Այս պատմությունը դրա մասին է իրականում, որ երբ որ զղջեմ ապաշխարում հետ ես գալի, Տերը պատրաստ է ընդունել։ Ու հետաքրքիր բան, այս տղեն, որ ասավ ընդ ինչքան ծառա ունի, որ կուշտ կերած, այ մարդ կերած խմած քնում են, ես տեսով ամ եղնեմ, գնամ ընդ, գնամ ասեմ, արժանի չեմ որդի տեղնեմ, թող այս ծառաներից մեկի նման եղնեմ։ Ծառան ինչ անեմ։ Տիրոջ կամքն է միշտ կատարում ծառա։ Դու որդի եղնելով հանդերձ, եթե չուզեցիր կամքը կատարես, հետո կյանքի հարվածների, դժվարությունների, երբ որ Տիրոջից կբաժանվես, սատանան, երբ որ ծվեն կանի, հոգիդ քրքրած, ամբողջ ներաշխարհդ, ուրախությունը, երջանկությունը, խաղաղությունը, երբ որ քրքրված ու պոկված կլի, դու արդեն պատրաստ կլես գոնե ես ես մի բան անեմ, որ ես մի բանս դու ինձանից հեռու տարելի, կա այս հոգեբանությունը, Աստծո առաջ այս մի բանը սենց անեմ, այս հարցս լուծի էլի Աստված, այ որ ես գնամ ես մի հատ էլ սենց անեմ, ստեղել նա քու հայրն է, քանի հայրը տա, նրա կամքը կատարի որպես որդի, ընդունի ու հարգի նրան որպես բացարձակ ու կատարյալ հեղինակություն, որ Աստված է, կատարելությունն է, նրա կամքը անեմ, իմ հերն է, ոչ թե հետո ծառային ման մի բան անես վարձք ուզես, մի բան անես, գնամ ծառաների նման հորս կամքը կատարեմ, որ փորս կուշ տեղնի, չընկնենք այս աստիճանի, բայց հերն իր ողորմությունով ու սիրով ընդունեց իր գիրկը, ոչ մի բան, դաժան դեպքեր են տեղերը, որ կյանքը ինչ որ միտեղ շահելու ֆինանսական հարց կլի, միտեղ չգիտես, ասենք եսի դրսևորման հարցա, միտեղ եսի մի ինչ օգուտի, սենց ինչ որ մի բանի հարց այդ տեղերը, երբ որ Տիրոջ կամքից դուրս ես գալիս, մի քիչ աճ, մի քիչ ձախ, շուստրություն ես ցուցաբերեմ, կամ դիսիմեությունով միտեղ կսողազ, միտեղ դողը մեզ, եսի ինչ ես անեմ, սենց էլ ոչ մի բանը չարժե դրան, որ այդ հայրական ջերմությունից մեզ պակասացնի ու հեռացնի։ Ոչ մի բանը չարժե դրան։ Նրա կամքը միշտ սուրբ է, միշտ կատարյալ է, միշտ բարին է, միշտ հաճելին է իր կամքը։ Միշտ մնանք նրա կամքի մեջ։ Ամեն բան մերժենք, ոչ թող մի բաներս էլ պակաս եղնի, ոչինչ թող մի տեղ էլ այ մարդ ես իմ sense մեզ նենց չմեծանին ոնց որ կարգներ, ոնց որ ես իմ ուզում էի ինչ էի անեմ, բայց իր կամքից դուրս չգանք։ Միշտ մնանք խոնարհության մեջ։ Միշտ պատրաստ եղնենք իր կամքը կատարելու։ Ու ոչ մի անգամ չենք ընկնի այդ օրը, որ լավ էլի ծառայի նման, էս անեմ փորս կկշտացնես, այս ձև չեղնենք։ Այն ոնց այն երեխեն, մանուկ երեխեն, որ մանուկ ես եղնեմ, այն բաներ կա այդ պահին, ոնց որ դու դե հո գլխի չես, հո չես գնահատեմ, չէ, ասենք տակ ռարան, չէ, անցնող մայրդ, որ գրկմա, այդ հոտը, այդ ջերմությունը ընտանիքի, ասենք հայրդ, չէ, որ սենց առողջ է, հետդ նստած է տան մեջ, այդ մտնոլորտ է, ձեր տան, այդ ամեն ինչ է, այդ պահին, այդ կումարա, անցմատարներ, ոնց ես կարոտում այդ ամեն ինչի։
Ոնց ես կարոտում այդ ամեն ինչին դու։ Այն որտեղ ելերն ես ուրել գնաս, ինչ անես, պալատները մել ապրելուց ես, բայց որ պահի տակ, բայց որ կողքը չեն թարազատները տեղն են, բան ոնց ես հիշում ու կարոտում այդ, ասես հետաքրքիր սենց զգացողություն կա դրա մեջ, այն որ ասես քաշում է, չէ, այն որ այ մարդ այդ ինչ հոտ էր, այս ինչ զգացողություններ, ինչ էր այդ շպիտը օրինակ հորս, ինչ էր մորս այդ փաթաթ, այդ հոտը այդ փաթաթված, մորս այդ պատրաստած ճաշի այդ հոտը, չէ, կապ չունի որտեղ է սա ասա մի ուրիշ ան նկարակ ու պահ գալիս սիրտը ասում թե բայց դրա ոնց երեխա դառնաս գնաս այդ ամեն ինչը կրկին վերապրես, չէ, ասենք, անց է գնացել է, բայց այս սրա նման մի բան է, որ քանի Տիրոջ հետ ենք, քանի մեր հոր տանն ենք, նրա կամքը կատարելով մենք գնահատենք դա, որ հեռացանք, հետո փափագելու ենք, ուզելու ենք, ու լավ կլի որ զղջացող սեր, երբ որ հեռանում ենք, երբ որ գալիս է այդ մեղքը, երբ որ գալիս է մեր կամքը անելու բանը, որ սենց բաժանվում արդեն նայեմ ես ինքն ուրիշ բան է ուզում, դու ուրիշ բան ես ուզում, ես բաժանում ենք, հիշենք մի բան, որ ամենակարևորը դա է, որ երբ որ գամ իր առաջ, մենք իրարից այս սենց չեղնենք մեր տեսակետները, գամ, սփարվեմ իրան, որպես իմ հոր ու վայելեմ այդ ջերմությունը, այդ զգացողությունը, այդ ներկայությունը, որ հետո չլի թե ասեմ անցել է, գնացել է, տարիքի հետ որ քրիստոնյա ես դառնում, սկզբից կա, հետո չկա, այս է սկզբից կա, որովհետև սկզբից ոչ մի բանիդ վրա չես նայում, դու մի բան գիտես, որ ինքը քեզ սիրում է, ինքը քեզ ուզում է, քեզ գցել է իր առաջ դու։ Ու դու զղջացել ես։ Ու դու փախ եկել ես իր մոտ։ Ու ինքը ընդունել է քեզ։ Եկեք մեր վերաբերմունքը մեղքի հանդեպ միշտ սա եղնի, որ եթե կա մեղք, եթե գործել ենք մեղք, պետք է զղջանք դրա համար, որովհետև մեղք ասածը ինչի պարզապես սա է, որ դու ուզում ես այս բանը սենց անեմ, ես դա տենց չեմ արել, չեմ լսել քեզ, չեմ հնազանդվել քեզ, սրա համար տեղին է, որ գանք ու ասենք մեղանչել եմ քո առաջ, ներ ինձ, և խոսքն ասում է Հովհաննեսի թուղթ առաջի գլուխներորդ խոսքն ասում է, արդար ու հավատարիմ է նա, որ մեզ կների ու կմաքրի ասում է, եթե խոստովանենք, եկեք սրան ուշադրություն դարձնողներ եղնենք, մեզանից ամեն մեկը, թող իմանա մի բան, որ եթե սայթակել ընկել եմ, նա արդար ու հավատարիմ է, որ ինձ կվեր կասնի, ու մի առժամանակ ոնց որ շարունակության մեջ ասում Հովհաննեսն իր խոսքի մեջ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, որ չեղնի թե սխալ ընկալեր, մեկը ասեր, Հովհաննեսը սա ասում է, որ արխեն կարանք մեղանչենք, Հովհաննեսն ասում է, թե մեկը մեղանչի, խոստովանի Տերը կների, ու շարունակում ասում է, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, բայց եթե մեկը մեղանչի, բարեխոսում ենք, որ քավություն է մեր մեղքերի համար։ Ծայրահեղությունից ծայրահեղություն չգնանք, որովհետև եղել է տեսել եմ, հիշում եմ տարիներ առաջ մի քույրիկի մի անգամ տրանսպորտում հանդիպեցի, տենց խոսում ենք, շատ տխուր, սենց բան խոսում է փրկության մասին, սենց տեսել ինձ անու հայդի բերանս, սենց բաց բանը, որ փրկված ենք, Տերը բանսա, չէ, մեր մեղքերը, ասում եմ, ոնց փրկված, ես չգիտեմ, ես իմ մեղքերն է, այ քուր ջան, տենց անհուշ չի մեր վիճակը, մեղքեր ունենք, դա մեր էության մեջ է, անու չեմ ասում, ստեղ էր մի ժամանակ այդ քույրիկը, դաժե սենց ուրիշ զարմացա, որ իրան այդ բանի մեջ տեսա, որ այդ տեսակյունն ունի ծայրահեղ, չգիտեմ ինչ տեղն, չգիտեմ, աբա Հիսուս Քրիստոսը, ու չեղնենք էլ մի առժամանակ են մի ծայրահեղություն, որ նորմալ է, հա, դե բա մեկ գործիլ տենք, բա ինչ տենք ան, ու սա գիտեք ինչի է, բերեմ ես նորմալ է վերաբերմունք են, որ այս արի ես է կանեմ, եթե եսը մեղքը մեղ չի, ես արի ես բանն է կանեմ, հետո էլ ես բան է կանեմ, ընդեղ նրան կխապեմ, ընդեղ կծնվող կեղնեմ, ընդեղ չգիտեմ ինչ կեղնեմ, ընդեղ վիրավորող կեղնեմ, ընդեղ ընդհակառակը կվիրավորեմ ոչ թե քրիստոնյա բար, ինչ որ ես սենց ներողամիտ, արդեն այլ չէ, պրոստը վախցս ձեն չեմ հանից, գլուխ կախեմ կուլ կտամ, փոքրացած կգնամ, հետո ընդիկամ գլուխ կողմ կասեմ մի հատ նես խփեցի դրան, բանսը, սենց դառնում է դեն, դառնում է մի մարդ, որով որ նայում ես սենք Տիրոջ կամքի հանդեպ հնազանդություն բացարձակապես այս մարդու մոտ չկա, բացակայ մարդ են դա։ Իսկ հիշենք, որ մեղքը դա հենց Տիրոջ կամքին չհնազանդվելն էր, հենց ստեղից սկսվեց։ Եվ Ադամի մոտ էլ տենց եղավ։ Ադամը, երբ որ մեղքը գործեց, դեպ ասում է իկվա հով պահին Տերն եկա, որ հետը խոսա, ասում է Ադամը գնաց թաքնվեց, ասում է Ադամ ուր ես, ասում է դե ձայնդ լսեցի, վախեցա, գնացի, փախա։ Եկեք լա մի հատ տակշքիր բան էլի,
Ադամն ասում է վախեցա, այդ ինչ զգացողություն էր, վախեցա։ Գիտեք, առաջ անգամ էր բացահայտում ինքը տենց զգացողություն։ Իրան, որ Աստված ստեղծել էր, իրան իշխանություն էր տվել ամեն գելու գազանի վրա։ Ադամը կարար խոսքի օրինակ եմ ասում, սենց կոկորդիլոսի պոչից բռներ, ասենք ոզնով գոլֆ խաղաներ, օրինակ։ Հասկանում եք, այս ինչ զգացողություն է, ոնց վախեցա, սա նոր բան, ու իր համար էր էս ախավ, լավ ձենը լսեցի, հասկացանք, իմ ստեղծողն է, իմ արարիչն է, բայց խիեմ ես փախնեմ, ու որ ասում է, Ադամ, ուր ես, ասում է, ձայնդ լսեցի, փախա, թաքնվեցի, ու սա իր համար էլ նորություն է, բանա բացահայտեմ, ձայն ինքն է չի, լավ խիեմ փախնեմ, այս սենց է, երբ որ կան հնազանդություն, մարմնիդ կասես, ով անց լավ էր գնա Տիրոջ, հոգիդ սկսում է փախնելը Տիրոջից, հոգիդ սկսում է փախնելը իրանից արդեն, դրա համար պարտադիր է, որ խոստովանություն եղնի, շատ պարտադիր է, որ զղջում եղնի, ապաշխարությունը սկսվում է զղջումից, ապաշխարության հիմքը դա զղջումն է իրականը, եկեք կանգնենք աղոթքի, սիրելի քույր ու եղբայրներ, մեր փառավոր Հայր, մենք քո առջև ենք գալիս Հիսուս Քրիստոսի անունով, մեր գոհությունն ունենք մենք հայտնում քեզ Տեր ջան, քո անսահման սիրո համար, մենք շնորհակալ ենք քեզանից Տեր, որ դու ցանկացար, որպեսզի մեզանից յուրաքանչյուր ունենա փրկություն, ունենա հավիտենական կյանք, շնորհակալ ենք, որ դու քո միածին որդուն տվեցիր, որպեսզի մեր մեղքերը Տեր Աստվածս ներվեն քո կողմից, շնորհակալ ենք քեզանից Տեր Հիսուս, որ դու մեր բոլորի մեղքերը կրեցիր քո մարմնի մեջ քաչի վրա, խնդրում ենք քեզ, որպեսզի ներես մեզ Տեր, ներես մեզ, որ մենք կարող ենք անհնազանդ լինել քեզ, ներիր մեզ Տեր, ցանկացած մեղք Տեր, որ անհնազանդություն է, խնդրում ենք քեզ, գվելում ենք քո առջև եւ խնդրում ենք քեզ, որպեսզի դու ներես, նայիր մեր զղջացող սրտերին Տեր, սիրելի Սուրբ Հոգի, ներիր մեզ նաեւ, որ երբեմն դու բերում ես, ցույց ես տալիս մեզ, բայց մենք կարող ենք Տեր խստացնել մեր սիրտը եւ չզղջալ ու չապաշխարել։ Մենք գիտենք, որ անկախ ամեն բանից, ամեն ժամանակ, ցանկացած ժամանակ Տեր ջան, մեղքը մնում է ատելի քո համար։ Քո աչքերին այն միշտ տհաճ է։ Եվ գիտենք մի առժամանակ, որպեսզի մենք առատորեն վայելենք քո սերը, քո շնորհը, քո օրհնությունները, քո խոստումները Տեր ջան։ Պետք է որպեսզի մենք կարողանանք զղջալ եւ ապաշխարել։ Պետք չէ, որ մենք համարենք, որ լավ ենք արել։ Պետք չի մենք համարենք, որ քեզ անհնազանդությունը կարող է լավ լինել կամ օգտակար լինել կամ այդ պահին պետքական լինել։ Դրա համար աղաչում ենք քեզ, ներիր մեզ։ Ներիր մեզ Տեր։ Թող փառավորվի քո սուրբ անունը Դավիթյան Հայր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։